եթե Մհերը մի օր դուրս գար ագրավաքարից ու հայտնվեր մեր կողքին։ Մի վախեք, ճուճեր, հարին հաղթել է չարին, գարին դարձել է ընկույզի ցորենը մաս։ Եթե էպոսի հերոսը քայլեր ժամանակակից հայկական գյուղի փողոցներով, զարմանար մեր իրականությունից, բայց մնար նույն անզիջում ու արդար Մհերը։ Հնչում է անհավատալի, բայց դա արդեն կարող ենք տեսնել մեծ էկրանին։ Հայկական անիմացիան մտնում է նոր փուլ։ Առաջին անգամ տարածաշրջանում լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ստեղծվել արհեստական բանականության կիրառմամբ։ Փոքր Մհերը նոր շունչ է տալիս հայկական ամենասիրելի պատմություններից մեկին՝ Սասնա ծռեր էպոսին, այն ներկայացնելով նոր սերնդին հասկանալի եւ ժամանակակից լեզվով։ Մուլտֆիլմի ստեղծման աջակիցը Իդրամ Ջունիորն է։ Մենք միշտ կարևորում ենք լինել այնպիսի նախաձեռնությունների կորձընկերը, որոնք նպաստում են հայկական մշակույթի բաղբանմանը, նորովի ներկայացմանը եւ ընդհանրապես դարացմանը։ Իսկ Փոքր Մհեր անիմացիոն մուլտֆիլմը, որը իր ստեղծման պատմությամբ առաջինն է տարածաշրջանում, վստահ ենք, որ մեծ ոգևորությամբ պիտի ընդունվի ինչպես երեխաների եւ դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Կրթությունը, ստեղծարարությունը եւ նոր տեխնոլոգիաների հասանելիությունը այն արժեքներից են, որոնց շուրջ ձևավորվում են Իդրամ Ջունիորի ծրագրերը։ Հենց այդ պատճառով էլ առաջին հայկական AI անիմացիոն լիամետրաժ ֆիլմի ստեղծումը տեղավորվել է այդ գաղափարախոսության մեջ։ Ուրախություն մեզ Իդրամի թիմին, երբ որ մենք ներկայացրեցինք, մեզ շատ հաճելի անակնկալ սպասեց, որ իրանք կիսում են մեր կարծիքը, որ համաձայն են, որ մուլտֆիլմում բրենդը պետքա շատ օրգանիկ, հետաքրքիր կերպով ներկայացված լինի, աշխատանքային այդ ճանապարհը համագործակցությունը արդեն գնաց Ջունիորով ու ինքներդ եք համոզեք բավականին բնական, տենց ոչ ձանձրալի ինտեգրացիա է ստացվել ընդհանուր պատկերաշարում։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հայկական ինքնության պահպանմանը։ Մհերի կերպարից մինչև զգեստների ամենափոքր դետալ ստեղծվել է հայկական մշակութային եւ էթնոգրաֆիկ առանձնահատկություններին հավատարիմ։ Վահե Օթանյանը ամբողջությամբ ուսումնասիրելով, արխիվներից բերելով, ինչ հնարավոր է մոտավորապես այդ ժամանակահատվածը ու արդեն իր էսքիզների հիման վրա նկարիչները սկսել են առաջի էսքիզները անել, Վահեն հաստատումները տվել է յուրաքանչյուր դետալի։ Փոքր Մհերը նախատեսված է միաժամանակ 3 սերնդի համար։ Փոքրերին սպասում են արկածներ ու հումոր, դեռահասներին հերոսների ընտրություններն ու մարտահրավերները, իսկ մեծահասակներին խորքային ենթատեքստեր եւ ժամանակակից ընթերցումներ։ Պետությունը իմ կողոսերին դրել է պարտականություն։ Դրա համար էլ սա կոչվում է ուսադիր։ Ես կարծում եմ, որ Փոքր Մհերը շատ ուժեղ է։ Ես այսօր եկել եմ առաջին AI Փոքր Մհեր մուլտֆիլմը դիտելու։ Ինչ շատ հետաքրքիր է։ Փոքր Մհեր անիմացիոն ֆիլմը հունիսի 1-ից կլինի Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Իսկ գլխավոր հարցը մնում է նույնը. ինչ կասեր Մհերը, եթե տեսներ մեր ժամանակները։ Պատասխանը արդեն մեծ էկրանին։